լավ լինի, փառք Աստծուն։ Այսօր կխոսանք, քանի որ գալիս է արդեն մանուկների պաշտպանության տոնը, մանուկների մասին։ Գիտես, այնքան լավ է, որ երբ որ կան ամուսնություններ, կան երեխաներ, կյանքը շարունակվում է, ժառանգները գալիս են, ժամանակները փոխվում է ու գնալով առաջ են գնում։ Տեխնոլոգիաներն է փոխվում ու երեխաների մտածելակերպն է փոխվում, այս դարի երեխեքը մի տեսակ ոնց որ զարգացած են ծնվում կանենք։ Ու մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է, որ երբ որ երեխաները ծնվում են, թեկուզ մի ընտանիքի մեջ, մի տան մեջ, դու չես կարող երեխաների դաստիարակության հարցում անես այտենց ոնց որ բոլորին։ Այսինքն երեխաները տարբեր են, պետք է մոտեցումները տարբեր լինեն, իրանց բնավորություններն են տարբեր, իրանց մտածելակերպն է տարբեր։ Ու մենք պետք է գտնենք բանալին երեխեքին ոնց մոտենանք։ Ես մի քանի տարբեր օրինակներ եմ վերցրել Աստվածաշնչից, անդաստիրակ երեխաների, դաստիրակված երեխաների եւ բաց թողի վիճակի երեխաների համար ու ուզում եմ մի քիչ նայենք այդ հարցում Աստված ոնց է մտածում եւ ոնց է ուզում։ Գիտես, ես մտածում եմ, որ շատ կարեւոր է, որ մեր երեխաների դաստիրակության հարցում մեր կյանքը, մեր ապրելակերպը, որովհետև դու շատ բան կարաս սովորացնես քո երեխային կամ պահանջես, բայց ինքը մեկը նայում է, թե դու տանը ոնց ես ապրում։ Այդտեղից շատ բան է գալիս։ Եթե ուզում ես քո երեխան փոխվի, ուրեմն պետք է փոխես քո ապրելակերպը, քո կյանքը պետք է փոխես։ Այդ դեպքում հաստատ իմացի, որ երեխան կփոխվի։ Ես հիշում եմ, երբ որ Հայաստան էի գնացել, պլանշետով խաղ էի խաղում, աղբորս թորնիկ եկավ, ասեց կտաս ես խաղամ, ասի չէ, լավ բան չի, ասեց լավ բան չի, դու խաղում ես, լավ ասի, խաղաց պրծավ, հետո ասեցի գիտես ինչ եմ որոշել, արի իրար հետ միասին ջնջենք, որ ես կարամ ինձ կոնտրոլ անեմ, բայց դու փուճուր ես, չես կարող քեզ կոնտրոլ անես։ Մենք երբեմն երեխեքի ձենը կտրելու համար հեռախոսը տալիս ենք ձեռները, որ այդ պահին մեզ չխանգարեն, հետո էլ չենք կարում ձեռներից առնենք, հետո ասում ենք ամբողջ օրը հեռախոսի մեջ է, էլ չենք ասում, որ մենք տվեցինք, մենք սովորացրեցինք ու շատ դժվար է լինում իրանց կտրել։ Հետո երբ որ կտրում ես, դու տեսնում ես երեխեքը նյարդանում են, ներվային են, շատ վատ բաների է բերում հանգցնում։ Մեր ժամանակ ես մտածում եմ, մեզի ծեծելով էին փողոցից դուրս տուն տանում, մենք սաղորը խաղում էինք երեխեքի հետ։ Ֆուտբոլ էինք խաղում, գործագործ էինք խաղում, կլաս էինք խաղում, պարան էինք խաղում, հոլ էինք խաղում, պահկվոցի էինք խաղում, Մեր ժամանակվա կոմպյուտերը չկար, էդ էր, մարդիկ էին։ Մենք մարկանց հետ էինք շփվում, մարկանց հետ էինք խաղում։ Այս նոր ժամանակաշրջանին ամեն մեկը իր հեռախոսի մեջ է, անգամ տանը մարդիկ իրար հետ չեն շփվում, հեռախոսով են շփվում։ Ու դու տեսնում ես, որ մարդու կյանքը պարփակվել է այդ մի հատ փուճուր հեռախոսի մեջ, մարդկային փոխհարաբերությունը, ամեն բան ընդեղ է։ Մարդիկ ընդեղ իրանց համար քաղաքներ են սարքում, կյանք են սարքում։ Մի ճամբարի ժամանակ մի երիտասարդի հետ էի խոսում, որ ինքը առավոտից իրիկուն կոմպյուտերի մեջ է, իր դասերն էլ է կոմպյուտերի մեջ, ամեն բան կոմպյուտերի մեջ է։ Հետո ես հասկացա, որ ինքը կոմպյուտերի մեջ շատ հարգված միգուցե քաղաքի քաղաքացի է, միգուցե քաղաքապետ է ու հասկանում եք իրական կյանքում ինքը գոյություն չունի։ Հետո երբ որ ծնողների հետ էի խոսում, պարզվում է, որ ծնողները լուրջ խնդրի առաջ են կանգնել ու հիմա դժվար է մարդուն այդ վիրտուալ կյանքից բերել իրականության մեջ։ Մարդը ամբողջ օրը փակված է սենյակի մեջ ու գոյություն չունի այդ մարդը կարելի ասել։ Իր աշխարհում ինքը ունի հարգանք է վայելում, պատիվ է վայելում, բայց իրական կյանքում իր ծնողների հետ երկու բառ չի կարողանում փոխանցել կամ փոխանակել։ Ու մտածում ես, ասում ես, սա էլ մի չարիք է այս աշխարհի վերջին ժամանակների, երբ որ սատանան օգտագործում է ամեն բանը, որ կարողանա։ Հիմա մեզ էլ պետք է այնքան իմաստություն, որ կարողանանք այդ երեխեքի հետ իրանց լեզվով խոսենք, որ կարողանանք բերենք միգուցե Աստծուն ճանաչելության մեջ, Աստծո դաստիարակության մեջ։ Առակաց 22:15 ասում է, հիմարությունը կապված է երեխայի սրտին։ Երեխեն քանի փոքր է, հիմարությունը սպասի, Խրատի գավազանը նրան կհեռացնի նրանից։ Հիմա այս ժամանակների մեջ ասում են երեխային չի կարելի ծեծել, էս անել, են անել, չգիտեմ ինչ ստրես է տանում, էս անում, են անում։ Մտածում ես Աստվածաշունչ ասում է երկու չափալախտու խելքը գլուխը կգա։
Խրատի, այն որ մեզ ծեծում էին լավ էր, ես հիշում եմ, որ ես շատ պուճուր էի, առաջի անգամ աղբերս ծխեց, ու ասի կտաս ես էլ ծխեմ, ասես չէ, ասի չտաս կեթան պապային կասեմ, ինքն էլ չտվեց, ես էլ գնացի պապային, ասեցի, պապան աղբորս ընես ծեծեց, որ միջև այսօր ոչ մեկս չենք ծխում, մեկ գավազանը պետք է, էլ դպրոցում ասում էին, հեսա մեծանաս կծխես, մեծացա չծխեցի, ասին գետաս տեխնիկում ուսումնարան հաստատ կծխես, գնացին դե չծխեցի, հետո ասին գնաս բանակ հաստատ կծխես, գնացի բանակ հաստատ չծխեցի, ու կյանքում չծխեցի, գավազանը մեկ պետք է, առակաս 13-24-ում ասում է գավազանը խնայողը ատում է իր որդին, բայց նրան սիրողը կանուխ խրատ կտա նրան, գիտես, հիմարությունը կապված է երեխու սրտի հետ, մեկ պետքա չափալաղել էլ էլի, որ խելքը գլուխը գա, կամ տուտուզի, ես չգիտեմ դու ոնց ես դաստիարակում, իհարկե նորից եմ ասում, երեխաները տարբեր են, բնավորությունները տարբեր են, բայց դու պետք է իմանաս քո երեխայի դաստիարակության հարցում ինչ մեթոդներ կիրառես, որ անցնի այդ մեթոդները, օրինակ կան մարդիկ ծառայողներ, որոնք իրականից լուրջ ծառայողներ են, Աստծո ձայնը լսող, կարանք շատ օրինակներ վերցնենք, կարանք վերցնենք Մովսեսին, կարանք վերցնենք Մովսեսի եղբորը, հա, Ահարոնին, որի երեխաները մահացան, ինչի պատճառով, որովհետև աննազան գտնվեցին Աստծուն, ծառայող երեխաներ էին, կարանք վերցնենք Հեղիին, առաջի թագավորած 2:12-ում ասում է, եւ Հեղիի որդիքը չար զավակներ էին, տիրոջը չէին ճանաչում, չնայած ծառայում էին տիրոջը, բայց տիրոջը չէին ճանաչում, շատ էին բարկացնում, ժողովրդի սիրտը գրգռում էին դեպի մեղքը, հա, ոնց որ սենց, այսինքն իրանց վարքով որպես քահանաներ ցույց էին տալի, որ Աստված չկա, կոպիտ ասած, ու Աստված այնքան բարկացավ Հեղիի վրա, որ բարձրացրեց Սամուելին, Սամուելին հիշում եք Աննան եկավ լացելով աղոթք էր անում ու Աստված ասես քո աղոթքը լսվեց ճիշտ ժամանակին դու խնդրեցիր ինձանից ես կտամ մեկին որ կծառայի ինձ առաջի թագավորած 8:3-ում է գրած եւ նրա որդիքը չգնացին նրա ճանապարհների մեջ Սամուելը շատ լավ օրինակ ուներ իր աչքի առաջին Հեղին էր որ Հեղին Աստծո գործով շատ զբաղված էր բայց երեխեքի դաստիարակության հարցում չկար Միգուցե պետքա դաս առներ Սամուելը, որ ինքը ուշադրություն դարձներ իր երեխեքի վրա, բայց տեսնում ես նույնը կրկնվեց իր կյանքում։ Եվ այլ շահասիրության ետևից ընկան եւ կաշառք էին առնում եւ իրավունքը ծռում էին։ Սամուելի երեխեքը նույն բանը արեցին, ինչ որ անում էին Հեղի երեխեքը։ Պետքա ծառայեին Աստծուն, բայց կաշառք էին վերցնում, մարդկանց իրավունքներն էին ծռում, անում էին այտենց ոնց որ իրանք էին ուզում, ու ժողովուրդը դա տեսնելով եկավ Սամուելի մոտ ասեց, գիտես, մենք թագավոր ենք ուզում։ Ձեզանից պրծնել ենք ուզում մի ուրիշ խոսքերով ասած։ Ու Սամուելը շատ տխրեց իր սրտում, տրտնջաց, հա, ու Աստված եկավ ասեց, այդ քեզ չանարգեցին, ինձ անարգեցին։ Որովհետև ես եմ իրանց թագավորը։ Դու հասկանում ես, որ ինչ ցավալի բան կատարվեց։ Ինչից որ չկարողացավ երեխեքին դաստիարակել։ Չեմ ուզում հիմա շատ իրանց քննադատենք, քարկոծենք, բայց ուզում եմ մեր կյանքը նայենք ու վերանայենք։ Այսօր շատ աշխարհում եկեք վերցնենք Վիթնի Հյուսթոնը, հա, մահացավ նարկոտիկներից, Ֆրեդի Մերկուրին, ես չգիտեմ, անգամ Էլվիս Պրեսլին, ես չգիտեմ, շատ տաղանդավոր արտիստներ, որ Աստված տաղանդներ էր տվել, որ իրան ծառայեին, դրանք ծառայողների երեխեք էին, թաղվեցին այս աշխարհի մեջ, սիրեցին փառքը, մեղքը ու տեսնում ես Կորան։ Այնքան ցավալի է, երբ որ դու առավոտից իրիկուն կոպիտ ասած լեզու դուրս գցած կարաս վազես Աստծո համար, Աստծո գործի համար ու քո երեխեքը գնան դժոխք։ Ճանապարհը բռնեն դժոխքի, հա, կամ մեղքի։ Շատ ահավոր է։ Դրանից հետո մենք մի տեղ եմ ուզում կարդամ, ցավալի դեպք եղավ երեխեքի հետ, 4 Թագավորաց 2:23։ Եվ նա այնտեղից գնում էր, հա, ասեմ ինչ եղավ։ Եղիսեն երբ որ օծվել էր, ինքը գալիս էր մի քաղաքի մոտ ու Եղիսեն երբ որ տեսան, ասին քաղաքը լավ տեղ է, դիրքը լավն է, ամեն բան լավն է։ Մենակ մի հատ խնդիր ու խնդրեմ ունի այս քաղաքը, ջուր չկա խմելու։ Ու ասեց մի հատ
կավ բերեք նոր, մեջը աղ դրեց ու տարավ լցրեց ջուրը ու ասեց այսօրվանից մահը թող վերանա։ Ու այդ քաղաքը քաղցրահամ ջրեր տվեց, այսինքն կյանք եկավ այդ քաղաքի մեջ ու ասում եմ ինչ հետաքրքիր է, փոխվեց այդ հրաշքով այդ քաղաքի կյանքը, մի ամբողջ քաղաքի ժողովրդի կյանքը փոխվեց այդ կավի ամանի ու աղի պատճառով։ Պատկերացնում եք, ու դրանից հետո տենց մեծ հրաշքից հետո գնում էր ու ինչ տեղի ունեցավ։ 2:23 եւ նա այնտեղից գնաց Բեթել եւ նա ճանապարհով վեր էր գնում եւ փոքր տղեկ դուրս եկան քաղաքից եւ ծաղր էին անում նրա վրա եւ կանչում էին կնդակ, վեր եկ կնդակ։ Ճոպել, քաչալ։ Ու սկսեցին ծաղրել Եղիսեին։ Գիտեք, նայում ես, ասում ես, ինչ մեծ հրաշք էր տեղի ունեցել։ Ահռելի մեծ հրաշք։ Մի ամբողջ քաղաք ոնց որ կենթանություն եկավ։ Մի ամբողջ քաղաքի կյանքում կյանքը փոխվեց, որովհետև մենք հասկանում ենք, եթե ջուր չկա, սա խնդիր է ու խնդրեմ է։ Ու այս քաղաքի կյանքը փոխվեց, կենթանի ջրեր սկսեցին փոխվել։ Առաջ միգուցե ժամանակ էին հատկացնում, ես չգիտեմ, քանի ժամ էին գնում, ջուր էին բերում, որ իրենք լողանային կամ տանը ջուր ունենային խմելու կամ կերակուր պատրաստեին, կյանքը հեշտացավ։ Բայց մի ուրիշ կողմից նայում ես, երբ որ գնում էր ճանապարհին դուրս եկան ու սկսեցին ծաղրել ու ձեռ առնել։ Մտածում եմ, այս պատմությունը այն պատմության հետ կապված է։ Միգուցե սատանան շատ բարկացավ նրա վրա, որ այդ հրաշքը կատարվեց այդ մարդկանց կյանքում։ Միգուցե որոշեց ծաղրի Եղիսեին ու ասի չիմանաս դու նենց մեկն ես։ Մենք ստեղ ենք, մենք կանք, որովհետև ես լսել եմ, որ ասում է այդ քաղաքում ապրում էին մարդիկ, որ բունտի մեջ էին Աստծո հետ, այսինքն կախարդներ, գուշակներ, հա, սատանայապաշտներ, ու երբ որ այս երեխաները դուրս են գալի ծաղրում են, մենք գիտենք, որ ֆրած ու անիծեց ու երկու արջ դուրս եկավ ու 42 երեխա կոտորեցին այդ արջերը ու մտածում եմ, ասում եմ, Տիրոջ անունով անիծեց Եղիսեն, նոր մեծ հրաշք էր եղել ու ստեղ անեծք եղավ։ Իհարկե սա հին ուխտն էր եւ կարելի էր ատամի դեմ ատամ, աշկի դեմ աշկ, հա, ամեն բան կարելի էր այդ ժամանակ ու ինքը երբ որ անիծում է ու արջերը դուրս են գալիս ու այդ երեխեքին կոտորում են։ Մտածում եմ, ասում եմ, ինչով ենք մենք տարբերվում։ Եթե մենք տունը նստենք, ասենք վերցնենք իմ կնոջը ու խոսանք Արթուր Սիմոնյանից, մեր ավակից, մեր հովից, հա, արդյոք արջը մեր երեխեքին չի կոտորի։ Արդյոք վտանգավոր չի, երբ որ մենք տունը խոսում ենք ինչ որ միոցյալի մասին, թեկուզ քյաչալա։ Գիտես, միգուցե տունը ծաղրում ես առանց հասկանալու, որ դու գցում ես Աստծո արժեքը այդ մարդու կյանքում քո երեխու աչքերի առաջ։ Միգուցե դու ես սոցիալ ու դու քեզանից վերև կանգնած սոցիալից ես խոսում, դա բունտ է եւ դա հակառակություն է Աստծո դեմ ու մենք մեր երեխեքի կյանքի մեջ անեծք ենք բերում ու հետո ասում ենք բախի սենց եղավ։ Դա ուղղակի օրինակ էր, որ մենք զգոն լինենք մեր երեխեքին դաստիարակելու հարցում։ Ղևտացի 24:11-ը եւ այն իսրայելցի կնգա որդին հայոյեց Տիրոջ անունը եւ անիծեց եւ Մովսեսի մոտ բերին նրան եւ նրա մոր անունը Սաղոմիթ էր, Դանի ցեղից, Դաբարի աղջիկը։ Գիտեք, ստեղ մի հետաքրքիր պատմություն է, որ հայրը եգիպտացի էր, մայրը հրեա էր։ Եվ հետաքրքիր է, որ կոնկրետ մոր անունը շեշտում է ու ասում է, որ հրեա լինելով ինքը պետք է իր երեխային դաստիարակել աստվածավախություն, հա, Աստծուն սիրել, հին ուխտի համաձայն Աստծո պատվիրանները պահել, որովհետև արդեն մենք տեսնում ենք սա Մովսեսի ժամանակաշրջանն է, ու Մովսեսը արդեն պատվիրանները տվել է եւ ժողովրդին առաջնորդում է, այսինքն կար լավ հովիվ, առաջնորդ, ծառայող, ու մենք տեսնում ենք հայոյեց Եվ Մովսեսը Աստծուն փնտրեց ու Աստված ասեց ոնց որ ասեմ այտենց կանեք ու Աստված ասեց քարկոծեք սպանեք եւ թող վերանա այդ մարդը ձեր մեջից Գիտես մեկ տեսնում ես որ մարդը կարա Աստծո հանդեպ ունենա վատ սրտի դիրք վատ արտահայտվի ու Աստված ասում է ձեր մեջից այդպիսի մարդուն սպանեք հա վերացրեք էլի միգուցե այդ միտքը քո մեջ հացակ է որպեսի ուրիշի վրա քարջ գցենք, միգուցե
քո երեխայի մեջ հացակե, դու պետք է կարանաս իրան կրթես, դաստիարակես նենց, որ ինքը Աստծուն ընես ճանաչի, որ բացասական միտք չունենա։ Ունենա դրական մտքեր, Աստծո վերաբերյալ, Աստծո նկատմամբ։ Ամեն։ Դա կարևոր է։ Ոնց կարաս իմանաս, երբ որ երեխու հետ կշփվես, ստեղ, որովհետև ես մտածում եմ, եթե հայրերը դրսում գումար են վաստակում, մայրերը երեխեքի հետ լինում են շատ են ժամանակ անցկացնում։ Մտածում եմ, որ մոր գործն էր դաստիարակել Աստվածաժանաչության մեջ, որովհետև Աստծո խոսքը ասում է, գրեք թղթերի վրա, տախտակների վրա եւ փոխանցեք ձեր երեխաներին, չէ՞։ Միտեղ էլ գրված է կրթիր երեխային, հա մեծանա չի հեռանա Աստծո տնից։ Դրա համար մտածում եմ, որ մենք քանի երեխան պուճուր է, պետք է իր հետ աշխատենք ու դաստիարակենք։ Հիմա շատ ժամանակ մեր երեխաները չեն ուզում գնան դպրոց, ինչ ենք անում։ Ասում ենք, չես ուզում մի գնա, բալես։ Չէ, մի հատ տուտուզիկին տալիս ենք, մի հատ համոզում ենք, մի հատ շոկոլադ կառնենք, պետք է ականջը ձգում ենք, պետք է տանում ենք ծեծելով։ Ես որ ապրում էի դպրոցի մոտ, ես շատ եմ տեսել, ամեն առավոտ մի հատ զռալով երեխա, մերն էլ հեչ պետք է չէր, սենց հետևից քաշելով, ոնց որ իր երեխան չի լացում։ Մեկը տանում էր, ու տես բաներ շուշուտ էի նկատում։ Գիտես, որովհետև ծնողը հասկանում է, որ իրան պետք է, ինքը լացում է, չի ուզում, բայց իրան պետք է։ Հիմա նույնը մեր երեխաները շատ ժամանակ կարողա չեն ուզում գան եկեղեցի, հա, միգուցե իրանց հետաքրքիր չի, միգուցե իրանք ուզում են հեռախոսի մեջ մնան կամ ազատության մեջ մնան, բայց պետք է։ Երբ որ մեծանա Տիրոջ տանից չի հեռանա, կամ հիմարությունը գոնե սրտի հետ կապված չի լինի։ Առակաց 31։ Հիմա ուզում եմ հետաքրքիր բան ասեմ։ Այդ երեխան, որ մեծանում դառնում է թագավոր, ելով կարա իրան սովորացնի կամ կրթի։ Ելով կարա այդ երեխային գա ասի, այսպես ճիշտ է։ Արդեն երկրի թագավոր է, կառավարիչ է։ Երրորդ խոսքը ասում է. քո զորությունը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհը այն կնգանց, որ փչացնում են թագավորներին։ Ով լեում է թագավորի բնակիչ բանը չէ, ով լեում է թագավորների բանը չէ, թագավորների բանը չէ գինի խմել եւ ոչ է իշխաններինը թե ուր է օղին։ Գիտես, այս լեմոեի մաման իրան կրթում է իր երեխային որպես թագավորի։ Երեխա ժամանակվանից ասում է գինին թագավորների բանը չէ, իշխանների բանը չէ, որ փնտրեն օղին, որ կարդաս ընդ ասում է, երբ որ խմես, օրենքը կծռես։ Այսինքն փոքրուց երեխու մեջ դրվում է այդ հասկացողությունը մոր կողմից, որ թագավորների բանն է արդար լինել, առողջ մտածելակերպ ունենալ, հա, Աստծո օրենքը մի ուրիշ խոսքերով ասած։ Այնքան կարևոր է, որ ծնողները աշխատեն իրանց երեխաների վրա։ Հեշտ է, բերես երեխայի եկեղեցի, թողես, ասես թող մանկական ծառայությունը զբաղվի իրանով, բայց չէ։ Մանկական ծառայությունը կարա 2 ժամով քեզ օգնի Աստծո խոսքը փոխանցի երեխուն խաղերի միջոցով, նկարչության միջոցով, քարոզչության, մուլտիկների միջոցով, բայց դաստիարակության պատասխանատվություն քո վրա։ Գիտեք, գարիկը գալիս է 120 կամ 130 կիլոմետր։ Ամեն անգամ ճանապարհ է կտրում։ Այսօր խոսում էինք ու ասում է մեքենան ճանապարհին փչացավ, մնացինք ճանապարհին անցած շաբաթ։ Գիտես, մարդը հասկացել է դրա կարևորությունը։ Ու իր երեխեն ամեն անգամ գալիս է 120 կիլոմետր այդքան էլ գնում է, քանի ժամ ճանապարհներին է, որ իր երեխու մեջ ներդրում անի։ Միթե սա ներդրում չի, վաղվա ապագայի համար։ Ամեն։ Երեմիա, այնքան ուժեղ տեղ է, այս տեղը շատ էի փնտրում, հիշեցի, երբ որ աղոթում էի Էլզայի օրհնության համար, երբ որ փուճուր էր, այս տեղը Աստված ինձ տվեց ու երեք փնտրեցի ու գտա, ուզում եմ անպայման կարդամ այս տեղը։ Գնա Ռեքեբյանի տունը եւ խոսիր նրանց հետ եւ տար նրանց տիրոջ տունը սենյակներից մեկը եւ նրանց գինի խմել տուր։ Աստված Երեմիայի հետ խոսում է ու ասում է գնա էսից ցեղը վերցրու տար ու գինի տուր թող խմի։
Եվ 5-րդ խոսքը. եւ Ռեգեպեաս տան որդկանց առաջին ամաններ դրին գինով լիքը եւ բաժակներ եւ ասեցին նրանց. գինի խմեք, եւ նրանք ասեցին. մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայրը Ռեքաբի որդի Հովնադաբը մեզ պատվիրել է ասելով, թե գինի չխմեք, ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը Հավիտյան։ Աստված մարգարեին ասում է. հələ գնա էսից ցեղին բեր, թող գինի խմի։ Բեր Աստծո տան մեջ սեյնակներից մեկում գինի լից ու խմեն։ Ու երբ որ մարգարեն անում է տենց ոնց որ Աստված ասում է, դու տեսնում ես իրանց պատասխանը մարգարեին։ Մենք գինի չենք խմի, որովհետև մեր հայրը ասել է, ոչ դուք խմեք, ոչ ձեր երեխաները, ոչ ձեր կանայք, ոչ ձեր հարսները Հավիտյան։ Ու զարմանալի է, որ չվախեցան Աստծո մարգարեին մերժելուց։ Չէ՞ որ Աստծուց էր այդ խոսքը եկե, չէ՞։ Եվ մենք լսում ենք մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբի ձայնը այն ամեն բաներում, որ պատվիրել է մեզ, որ գինի չխմենք մեր բոլոր օրերում, թե մենք, թե մեր կանայք, թե մեր տղաքը, թե մեր աղջիկերքը։ Մի ուրիշ խոսքերով ասած, մեր հոր խոսքը ավելի կարևոր է, քան քո, Երեմիա։ Եվ Երեմիային ասեց Ռեքաբի տանը, թե այսպես է ասում Զորաստերը. Իսրայելի Աստվածը, որովհետև դուք լսեցիք ձեր հայր Հովնադաբի պատվերին եւ պահում եք նրա ամեն պատվիրանները եւ անում եք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատվիրել է, դրա համար այսպես է ասում Զորաստերը, Իսրայելի Աստվածը. Ռեքաբի որդի Հովնադաբից միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չլինի։ Այսինքն, այս մարդիկ ոչ մի առողջական խնդիրներ կամ խնդիրներ չեն ունենալու իմ առաջ կանգնելու համար, զուտ դրա համար, որ կանգնած են իրանց հոր խոսքի հետևը, որ իրանց հոր խոսքը այնքան հեղինակություն ունի Աստծո կամքի համաձայն, որ իրանք պահում են ու իրանց ոչ մի բանը չի պակասելու։ Դու տեսնում ես Աստծո ուշադրությունը ինչքան մեծ է այդ ծնողի դաստիարակության վրա։ Եթե ծնողին դուք այսպես լսում եք, ասում եմ, իսկ Իսրայելը ինչ չի լսում։ Նայեք, այս մարդիկ ոնց են իրանց ծնողի խոսքին լսում։ Այնքան կարևոր է, որ մենք մեր սերունդներին ճիշտ բան փոխանցենք։ Այնքան կարևոր է, որ մեր երեխաները սովորեն կրթվեն Աստծո խոսքին։ Ասենք մի խմի, մի ծխի, մի հայոյի, մի գողացի, նման լիքը բաներ է։ Իհարկե Աստծո ճանաչելության մեջ դա շատ կարևոր է։ Երբ որ երեխաները ճանաչում են մեր Աստծուն, հետո իրանց դժվար ալնում, բայց լավ է, երբ որ երեխաները ճանաչում են մեր Աստծուն, ոնց որ իրանց Աստծուն։ Ամեն։ Այսինքն գալիս է այդ ճանաչողությունը իմ պապայի Աստված, Հակոբի Աստված, Աբրահամի Աստված, Իսահակի Աստված, ուր ես դու, ոնց որ կասեր Գեդեոնը։ Լավ է թե չէ։ Բայց մենք պետք է այդ հիմքը դնենք։ Այնքան դուրս գալիս է նաև ծնողների պատասխանատվությունը, ասենք Հեսուն։ Հեսու 24:15, բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ համար անհաճո է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ում եք պաշտելու։ Եթե այն կողմը ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորացիների աստվածներին, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ու ասում է, սենց Հեսուն տղամարդու խոսք է տալիս ու ասում է ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ինքը վերցնում է պատասխանատվություն իր կնոջ, իր երեխաների վրա ու ասում է ես եւ իմ տունը Աստծուն ենք պաշտելու։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես Տիրոջն եմ պաշտելու։ Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, գիտակցենք, վերցնենք պատասխանատվություն մեր ընտանիքների վրա։ Ոնց ենք մենք պաշտում մեր Տիրոջը, տենց էլ մեր երեխեքն են պաշտելու։ Հա դե լավ, այսօր չենք էթա եկեղեցի, երեխեքը մեծանան, հա դե լավ, այդքան էլ կարևոր չի։ Զոհաբերության խոսքն էր հնչում։ Շատ ժամանակ միգուցե մեզ ավելի շատ հետաքրքրում է ֆինանսները։ Դե թվում է այսօր փող աշխատելու չեմ գնա եկեղեցի, երեխան տենում է, սովորում է, մնում է այդ սերմեր իր մեջ, վաղը չեմ այսօրը կարաս նույնը տեսնես կամ ընդհանրապես եկեղեցին մոռացավ, քանի որ ֆինանսները իր կյանքում ավելի կարևոր են դառնում։ Ու գիտես, կամած մենք չենք նկատում, բայց ոնց ենք մենք երեխաներին դաստիարակում մեր ապրելակերպով։
Մեր կյանքը դառնում է միջոց, որ մեր երեխեքը տեսնելով, թեկուզ չարտահայտվելով, որ իրանք ոնց կհավատան, ոնց կհետևեն Աստծուն, ինչ ընթացք ունենան։ Դրա համար ուզում եմ, որ մենք հասկանանք դրա կարևորությունը, մեր կյանքը մի քիչ ավելի ճիշտ ուղու վրա ուղենք։ Այն որ ասում է Էլզայի համար աղոթում էի ինչ խոսք ստանամ, այսօր այդ տեղը ուզում եմ կարդամ առաջի մնացորդած 25:5։ Սրանում ամենքը Եմանի որդիքն էին, որ թագավորի տեսնողներն էին, այսինքն մարգարեներն էին, եւ Աստծո խոսքում եղջյուր բարձրացնելու համար, եւ Աստված Եմանի 14 տղա եւ 3 աղջիկ էր տվել։ Սրանք ամենքը իրար հոր ձեռքերի տակին էին, Տիրոջ տանը երգեր ծնծղաներով, տավիղներով եւ քնարներով երգելով Աստծո տանը։ Ասապ Իդիթուն Ենեմ թագավորի ձեռքի տակ էին, եւ նրանց թիվը իրանց եղբայրների հետ, որ երգ էին սովորեցնում Տիրոջ համար, բոլորը բանիմասները 288-ը։ Ու ասում ես, այս մարդ ուներ 14 տղա, 3 աղջիկ, ու իր այդ սաղ գերդաստանը թորներով, ծորներով, բանիմաց, այսինքն ինչ որ բանի մեզ ծառայում են, ինչ որ մի գործ անում էին եկեղեցում, ամբողջ իրար հետ գրված է 288 հոգի էին։ Միգուցե կային, որոնք փոքր էին, միգուցե կային, որոնք դեռ չէին ծառայում Տիրոջ տանը, բայց ծառայություն անողները մոտավորապես 290 հոգի էին։ Ասում եմ, այս մարգարեն ինչքան իմաստություն ուներ տեսանողը, ինչքան ուժեղ էր, որ կարողացել էր ինչ ներդրում աներ իր գերդաստանի, իր երեխաների, իր ժառանգների մեջ, որ ամբողջ Իրանից հետ սկսած ծառայում էին Տիրոջ տանը այդ իշ թագավորության ժամանակ։ Ինչ մեծ օրինակ է ինձ ու քեզ համար, որ մեր երեխաների պատասխանատվությունը չգցենք հովի վրա, հավաքի վրա, ծառայության վրա, եկեղեցու վրա, վերցնենք պատասխանատվություն մեր գերդաստանների համար, մեր հետևից եկող ժառանգների համար։ Սա այնքան կարևոր է իմ ու քո համար։ Ուզում եմ, որ մենք գիտակցենք այս ամեն ինչը ու կարողանանք սրա մեջ ապրենք։ Երեխաները պատկերացրեք դա մի դաշտ է, որ Աստված տվել է քեզ։ Ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Ցորեն ցանես, ցորեն ես հնձելու, կարտոշկա ցանես, կարտոֆիլ ես հնձելու։ Այսինքն դու ես որոշում քո երեխեքի մեջ ինչ ներդրում անես։ Մենք երեխեքին ասում ենք սովորի որ մարդ դառնաս, հաշվապահ դառնաս, դիրեկտոր դառնաս, չէ, ինչ որ լավ բաներ ենք ցանկանում, ուզում ենք մեր երեխաները լավ բան սովորեն։ Մենք իրանց մեջ սերմեր ենք դնում, որ իրանք այդ ուղղությամբ մտածեն, այդ ուղղությամբ ձգվեն առաջ։ Երեխաներ կան սիրում են նկարել, ասում ես նկարելով դու հաշ չես աշխատի, գնա բժիշկ դառի, բայց այդ երեխու ուշք ու միտքը նկարելն է։ Միգուցե թազասայրան պետք է լինի։ Գիտես, երբեմն մենք չենք փնտրում Տիրոջ կամքը մեր երեխաների կյանքում, այ մեր կամքն ենք թելադրում իրանց կյանքում։ Մենք իրանց երբեմն հաշվի չենք առնում իրանց ցանկությունները։ Այդ երեխան մեծանում է, դառնում է մեծ մարդ, տեսնում ես փողոցում բլոտ է խաղում կամ նարդի է խաղում, որտեվ իրան միշտ ուզեցել է խաղալ։ Տղամարդկանց մեջ կա դա, միշտ ուզում են խաղան։ Հետո որ մեծանում են, տենում ես հələ մեծ տարիքում էլ էլի ուզում են խաղան։ Ինչ որտեղ նորմալ է, բայց ինչ որտեղ երբ որ խաղում ես խաղը, քո տարիքին խաղիցը կշտանում ես, արդեն մտածում ես մարդկանց փրկության մասին։ Արդեն մտածում ես ոչ թե խաղալու մասին, այլ Աստծո ծրագրերի ու նպատակների մասին։ Այդ փոքր երեխեն մարդը տարիքով մեծանում է, բայց փոքր երեխեն իր հոգին հələ չի մեծացել, հələ ինքը խաղալ է ուզում։ Ես հիշում եմ մեր երեխուն, որ տարել էինք դպրոց, Ունդեղ 0 դասարանցիների համար կար խաղալիքներ, որ խաղում էին։ Հետո մեր երեխեն արդեն առաջի դասարան էր գնում եմ ման եմ գալի դասատուն ասում այն 0 դասարանում իրան ման արի, գնում էի տենում էի հենց խաղում ավտոներով։ Ասում էի արի բալես տուն գնալու վախնա։ Արի գնանք մեկ կեսը տունը կխաղաս։ Գիտես պետք է երեխան իր տարիքը վայելի, խաղա, կշտանա։ Ես հիշում եմ մեր հովիվ Արտուրը մի պատմություն էր պատմում, ասում է երեխեն կրավաթի վրա թռվռում է, ու այդ ծառայողը հովիվ Արտուրը ունտանը հյուր ալնում, ասում է մի արա տենց, արգելում է որ թռվռա, ասում է նստի, ու երեխեն նստում, ասում է պապ, գիտես ես նստած եմ, բայց հələ մեջը թռվռում եմ։
Այսինքն հələ ներսում թրվռում եմ, ես նստել եմ, քեզ լսել եմ, բայց մեջ այդ կներեք այդ թրվռոցը կա։ Գիտես մարդուն չես կարա ստիպես, հա, նենց որ մարդը ռոբոտ չի։ Բայց մարդուն կարաս հասկացնես, բացատրես, մարդու իրավիճակի մեջ մտնես, եթե ինքը փոքր տարիքում է, ինքը իր մանկությունը վայելի։ Ամեն տարիք իր քաղցրությունը ունի։ Ես չեմ կարծում, որ եթե մանկությունը անցար, տարիքդ մեծացավ, ուրեմն վсё, պատանեկությունն է պետք է վայելես։ Պատանեկությունը անցար, երիտասարդությունը պետք է վայելես։ Երիտասարդությունը անցար, արդեն այդ հասուն տարիքում սկսես վայելել։ Ամեն տարիքում դու ունես սովորեցնելու բան, ամեն տարիքում դու ունես տալու բան։ Ամեն տարիքայինը հենց այնպես չի։ Հիմա արդեն դու մեծացել ես, պետքա քո հոգևոր վիճակն էլ մեծացած լինի։ Դու էլի ունես փոխանցելու բան այդ գալող սերնդին։ Այնքան լավ օրինակ է 288 մարդ մեկի գերդաստանից ծառայում էին Տիրոջ տանը այդ ինչ թագավորության օր։ Բոլորը մարգարեներ չէին, բայց գրված է ծնծղաներ էին ածում, հա, երգեր էին հանում, երգահաններ էին, ու դու տեսնում ես երազելի ինչ մի մարդ, ինչ մի գերդաստան։ Իմ մամայից որ հարց էին տալի Աստծուց ինչ ես ուզում, ասում էր, որ իմ ընտանիքի մետ լինի երկնքում։ Ես ուզում եմ մի բան, որ իրանք տան մեջ մեծանան Աստծո։ Դու ինչ ես ուզում։ Դու ինչ ես ուզում։ Գիտես, դու լավ ծառայող ես, շատ լավ ծառայող ես, ծառայում ես Աստծուն, դու մարգարե ես, Աստծո ձայնը լսում ես, ոնց որ Սամուելը, ոնց որ Հեղին, դու քահանայապետ ես, շատ լավ առաջնորդ ես, Ահարոնի պես, բայց երեխաները նա ինչ եղան։ Դավիթին նա ինչ ուշեղոցյալ էր, որ Աստված ասում է իմ սրտի պես սիրտ ունի, իմ սրտի մեջի բոլոր ցանկությունները Դավիթը իրականացնելու է, բայց տեսնում ենք ինչ եղավ իր երեխեքի հետ։ Մեկը ոտնձգություն արեց մյուսի վրա, այն մյուսը կուլ չտվեց, սպանեց նրան, այն մեկը բունտի մեջ ընկավ հոր դեմ, թագավորություններ ուզում խլեր։ Ու նայում ես, ասում ես, լավոցյալ, բայց միգուցե շատ կանայք ուներ, միգուցե վատ դաստիարակություն երեխեքի։ Ուզում եմ, որ այսօր անկախ քո կոչումից, քո ուշադրությունը դարձնես քո ընտանիքի վրա։ Անկախ քո հոգևոր կամ բան դիրքից սկսես նաև հայացքը դարձնել ընտանիք, որտեղից սկսում ամեն բան։ Գիտես, հիշում եմ մի պատմություն, որ էլի Հովիվ Արտուրը պատմեց, ու ինքը նկարներով ցույց էր տալի Երևանի եկեղեցում, ասում է մի կին, որ հովության մեջ էր, օրից մի օր հայտնություն ստացավ։ Թողեց հովվական ծառայությունը եւ սկսեց ընտանիքին ուշադրություն դարձնել, ծառայի իր ընտանիքին։ Ու այդ ընտանիքից դուրս էին եկել մոտավորապես 4-5 հատ հովիվներ, դուրս էին եկել շատ ուժեղ իրավաբաններ, դատավորներ ու այնքան ուժեղ մարդիկ էին, որ քրիստոնեական աշխարհը բրդում էին առաջ։ Շատ մեծ բիզնեսմեններ եւ այլ, որովհետեւ մեկը հայտնություն ստացավ, որ ինքը պետք է ծառայի իր ընտանիքին։ Այսօր ամեն մայր հայտնություն պետք է ստանա, որ իր երեխուն մեջ ներդրում անի։ Ամեն հայր նույնպես պետք է ներդրում անի իր երեխեքի կյանքի մեջ։ Գիտեք, ձեզանից լավ ներդրում անող չկա։ Դուք եք իրանց համար հեղինակություն։ Եթե ձեզ չլսեն, ոնց որ այդ թագավորի պատմությունը, որ մերը 31 գլուխը մենք առակած շատ ենք սիրում, որ այնտեղ առաքինի կնոջ մասին է խոսում, ու հենց սկզբից ասում է, մայրը երեխային դաստիարակում էր։ Մի գնա շնացող կնիկների հետևից, մի գնա գինի հետևից, մի գնա խմիչքի հետևից։ Դու տեսնում ես, մայրը երեխային դաստիարակում էր թագավոր լինել։ Եթե քո երեխան պաշտոնա գրավում, ով կարա իրան թագավոր սարքի, հա, ով կարա իրան դաստիարակի ավելի շուտ։ Միգուցե հարուստ մեծ մեկը բիզնեսմեն է, ոչ մեկի խոսքը հաշվի չի առնում, բայց մոր խոսքը ունի տեղ ու հեղինակություն։ Գիտես, մայրեր դուք ունեք գործ անելու շատ ավելի քան հայրերը, բայց հայրերն էլ ունեն անելու բան։ Տղուս գովամ մի քանի օր առաջ Սուսանը զանգեց աշխատանքի ժամին, Արտուրին ասեց, հո չեմ խանգարում, որ կարամ ասեմ, ասեց դու ոչ մի անգամ չես խանգարում։ Կողքից լսեցի, այնքան լավ եղավ։ Գիտես, կանգնի ոտքերիդ վրա։
Լավ է, երբ որ ծնողը սիրում է երեխային, լավ է երեխան սիրում է ծնողին։ Այդ փոխհարաբերությունը, այդ ժամանակը թող հեռախոսը, պլանշետը, տելևիզորը, ուրիշ բաները չգողանան։ Ներդրում արեք ձեր երեխաների կյանքի մեջ։ Սովորակցրեք ու կրթեք ձեր երեխաներին, դա շատ կարևոր է։ Եթե դու դա չանեք, Աստված ձեզանից պահանջելու է։ Աստված այդ երեխային վստահել է քեզ եւ հավատում է, որ դու իրան կկրթես, կբարձրացնես Տիրոջը ճանաչելու մեջ։ Ժամանակդ մի վատնի ուրիշ բանի վրա, երբ որ պետք է այդ ժամանակը ներդրում անես երեխայի մեջ։ Մենք մեր ընտանիքով լավ սովորություն ենք զարգացրել, խորհուրդ եմ տալի դուք էլ անեք, վերցրեք ձեր ընտանիքը, գոնե եթե քո հնարավորության սահմանների չափով, գոնե ամիսը մի անգամ դուրս եկաք մի ընտանիքով միտեղ գնաք։ Թող շատ լինի, իհարկե, եթե հնարավոր է, ամեն շաբաթ լինի, բայց պրակտիկա արեք, սկսեք վարժեցնել դա։ Ամեն։ Լավ կլինի միասին աղոթեք, լավ կլինի միասին կարդաք, թե չէ գոնե միտեղ գնաք իրար հետ շփվեք։ Այնքան կարևոր է դա։ Շատ լավ, ինչ որ բան ստացար քո համար։ Ինչ որ մի խոսք վերցրեցիր։ Այն որ ամուսնանում ես, ասում ես, ամեն ինչ սենց է լինելու, բայց որ ամուսնանում ես, տենում ես ոչ մի բանը տես չի։ Բայց պետք է քայլեք դրան, որ դառնա ամեն ինչը տենց։ Ամեն, ուզում եմ աղոթք անենք։ Դու ինձ հետ ես։ Ուզում ես աղոթես քո ընտանիքի համար, թե քո ընտանիքը այդքան է կարևոր չի քո համար։ Ես ասեմ, Աստծուն շատ ուշադրություն է տալիս քո պատճառով քո ընտանիքը, եթե անգամ իրանք անհավատ են։ Հիմա եկեք հիշենք Նոյին։ Գրված է, որ Նոյն էր արդար, բայց ամբողջ ընտանիքը փրկվեց։ Չէ՞։ Հələ եկեք հիշենք Ղովտին։ Ղովտն էր արդար, բայց աղջիկը, կինը, հրեշտակները բրդելով հանեցին դուրս։ Ու ես նայում եմ, եթե Աստված ընտրեց Մովսեսին, Մայրամը մարգարե էր, Ահարոն քահանայապետ էր, սա գերդաստաններ ընտրե։ Նույնը Հեղին, մարգարե էր, այդ ժամանակվա քահանան էր, իր որդիներն էլ էին ծառայում, նույնը Սամուելը, իր որդիները ծառայում էին, ու դու նայում ես, որ Աստված մեկին ընտրում, ամբողջ գերդաստանով ընտրում։ Հենց որ գերդաստանը թող մոռացված չլինի քո հավատքի ու աղոթների մեջ, կանգնի գերդաստանիդ համար։ Հիշեցի Գոհարի երազը, որ նոր էր եկե, որ իր միջոցով իր ցեղը պետք է բերգվի, արդեն 50%-ը համայրը արդեն Աստծո մեջ է։ Գիտես, բռնվի այդ խոստումներից, կարճի այդ Աստծո տված խոստումներից, մինչև իրականությունը չտեսնես։ Ասա իմ գերդաստանն էլ 288 հոգով պետք է մենակ Տիրոջ տան մեջ ծառայենք։ Էլ չեմ ասում կողքի բիզնեսմեններն ու յուրիստները, դատավորները։ Ուզում եմ աղոթք անենք։ Մեր գերդաստանի, մեր երեխեքի համար, մեր բարեկամների ու հարազատների համար։